Բարի օր, գործարարալիքին միացած մեր սիրելի հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, հիշեցնում եմ, որ մեզ 106 եւ 5 հաճախականությամբ եք դուք լսում, հաճախականությունը մի փոխեք, որովհետեւ այստեղ հետաքրքիր եւ կարեւորագույն հաղորդումներ մշտապես կարող եք լսել, դրանից բացի նաեւ կարող եք լսել օրվա կարեւորագույն լուրերը։ Հիշեցնեմ, որ այս պահին մենք թարմ ուղեղով զրույց ենք սկսում, իսկ մեր տաղավարում քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանն է, ողջույն պարոն Հովհաննիսյան։ Ուրախ եմ եւ շնորհակալ եմ ձեզ տեսնել մեր տաղավարում։ Սկսենք տարածաշրջանից, զորավարժություններ են տեղի ունենում, որին նաեւ Հայաստանն է մասնակցում ՆԱՏՕ-ի շրջանակներում։ Տարածաշրջանը ինչ որ բանի պատրաստվում է, կարծես թե եռում է, այսպես տարածաշրջանը վերջին ամիսների ընթացքում հատկապես։ Սա դրա մի մասն է կազմում, թե ամեն դեպքում հերթական ու ինչ որ ստաբիլություն պահող գործողություն է։ Դե գաղտնիք չէ, որ բանակցություններ են գնում Իրանի հետ, հասել են երրորդ փուլին, կարծես թե ավելի լավ են ընթանում, քան սպասելի էր, սակայն երրորդ փուլից հետո արդեն Իրանի ներկայացուցիչները հայտարարեցին, որ առաջի տարաձայնություններին հասան, բայց հուսով եմ, որ դրանք կհաղթարվեն, դե չեն կարող Իրանի եւ Ամերիկայի նման երկրները, որոնք այդպիսի հարաբերություններ ունեն, չունենան տարաձայնություններ։ Պարոն Հովհաննիսյան, մի հարց էլի այդ մասով, Թրամփը շատ էսպես դրականորեն է կարծես թե ամեն ինչ ներկայացնում, որ հրաշալի է, մենք փորձում ենք լուծման գնալ։ Իրանը որքան էլ որ փորձում է ցույց տալ, որ լավ է ամեն ինչ, բայց իրենց այդ դիրքը, որ իրենց սահմաններում են, իրենք կարծես թե դա կա, բայց Թրամփի դեպքում մի փոքր այլ է։ Դուք տեսնում եք դա։ Թրամփը բնականաբար հաջողության պատմության կարիք ունի, վերջին 80 տարվա մեջ ամենավատ գնահատվող 100 օրն է նախագահության պատմության մեջ 80 տարվա մեջ։ Այդ թվում նախորդ ռեկորդը պատկանում էր նախկին նախագահ Թրամփին, հիմա անցավ այդ ռեկորդը, եւ Թրամփը գերազանցեց Թրամփին այդ հարցում, եւ իրեն պետք է հաջողության պատմություն։ Ուկրաինայում շատ վատ է վիճակը։ Չստացվեց կարծես թե։ Այսպես ասենք, չի ստացվում, ինչ որ բան կստացվի, հրադադար եւ այլն, բայց այսպես վրա տալով կարծեմ սա տեղին արտահայտություն է այստեղ հասնել նրան, որ Զելենսկին ձեռքերը կբարձրացնի, Եվրոպան ձեռքը թափ կտա եւ ինքը եւ Պուտինը կանեն ինչ ուզում, չստացվեց, այո։ Արդեն հետաքրությունը կորցնում են, որովհետեւ Պուտինն էլ է սկսել ցույց տալ, եթե սկզբից իրեն ձեռնտու էր Միացյալ Նահանգներին ներքաշելու նպատակով զիջող ավելի դիրքում լինել, հիմա նրանք էլ են իրենց ատամները ցույց տալիս, սեղանին խփում եւ այլն, եւ շատ վատ վիճակ է իսկապես այդ բանակցությունների շուրջ, ինչը լավ է։ Սա այն դեպքն է, որ այդ բանակցությունների վատ ընթացքը լավ է։ Բայց ինչ որ հաջողություն պետք է, որտեղ հասնի, որ ինչ հաջողություն։ Լավ է ինչ տեսանկյունից։ Որովհետև այն պլանը, որը Պուտինը եւ Թրամփի ադմինիստրացիան մոգոնել էին եւ փորձում էին անցկացնել, դա բերելու է ոչ միայն Ուկրաինայի փաստորեն անիացմանը տեսանելի ապագայում, դա բերելու է Եվրոպայի այսպես եվրոպական միության անկմանը։ Այսինքն այդ ամենը այն մասին էր, որ պատերազմը ի վերջո վերջանում է ոչինչ չտալով Ուկրաինային, այսինքն պատերազմ ոչնչի համար էր դա տեղի ունենում, իրենց ծրագրի, եթե այն ավարտն է, որը իրենք կանխատեսում են։ Սա մեկ, որովհետև իրենք ոչ ավանդագություն են ստանում թեկուզ տարածքի մի մասի վրա։ Ոչ ինքնիշխանություն, այստեղ ես ձեր հետ համաձայն եմ։ Օրինակ, եթե ասեք ինչ ստացավ Ֆինլանդիան ձմեռային պատերազմի 1940 թվականին, ստացավ անկախ ապրելու իրավունք։ Մեծ գնով տարածքներ կորցնելով, բայց Ֆինլանդիա պետություն կա, հիմա արդեն ՆԱՏՕ-ի անդամ, Եվրամիության անդամ, ծաղկուն երկիր, բոլոր չափորոշիչներով աշխարհում գրեթե տասնյակ մտնող, այդ թվում նաև ոչ միայն տնտեսական, տեխնոլոգիական, այլ նաև հումանիտար, օրինակի համար կրթություն եւ այլն։ Ինչու՞ չէ։ Դա էր գինը, որ իրենք տվեցին իրենց ազատության համար։ Իսկ դուք շատ ճիշտ եք, եթե Թրամփ-Պուտին պլանը իրականացվի, Ուկրաինան կստանա առողջ կլինի իրենց ամբողջ այդ ջանքերը։ Իսկ իրենք պակաս ջանքեր չեն ցուցաբերել, քան ֆինները 40 թվականին։ Այո, եւ Թրամփին ինչ որ արտաքին հաջողություն է, բայց ներքինի վրա արդեն հույս չեն դնում, որովհետեւ այնտեղ իր քաղաքականությունը կոլապսի է բերում եւ հնարավոր է բերի ռեցեսիայի,
իսկ արդեն հանրապետական կուսակցության մեջ սկսվել է պանիկա, այնպիսի ճակերտավոր հավատարիմ տրամպականներ, ինչպես Տեդ Կրուզը եւ այլն, սենատոր Տեքսաս նահանգից, արդեն հայտարարում են, որ 26 թվականի ընտրություններին լինելու է կոտորած արյունալի բաղնիկ, եւ այդ արյունալի բաղնիկում հանրապետական կուսակցությունը կարող է պարտվել։ Այսինքն, եթե տնտեսություն բոլոր դեպքերում ամերիկացիների մի զգալի մասը ստամոքսով է քվեարկում, այսինքն ինչպես են իրենք ապրում։ Կարծում եք արդեն այդ փոշմանելը արդեն հասունացել է, այսինքն մարդկանց մոտ զգացողություն, այո։ Ուրեմն կա այն որ դեմոկրատական ընտրողը դեմ է Թրամփին, դա չի քննարկվում, կա այնտեղ հանրապետական ընտրողներ, այսինքն գրանցված հանրապետականները եւ այսպես կոչված independent կամ անկախ ընտրողները։ Հարցումները ցույց են տալիս, օրինակ անկախ ընտրողների 20 քանի տոկոսը, դա ահռելի թիվ է, ծայրահեղ բացասական է գնահատում Թրամփի կառավարումը։ Ու նոր արդեն սկսված։ Դա իսկ իրենք են որոշում ընտրությունների արդյունքը, որտեղ ոչ հանրապետականներն են ԱՄՆ-ի մեծամասնություն, ոչ դեմոկրատները, հենց այդ անկախ մարդիկ, որոնք ամեն ընտրություն գալով որոշում են A-ին քվեարկեն, թե B-ին քվեարկեն, ինչ չափորոշիչներով, իրենք էլ վերջնական որոշում են։ Շատ քիչ են տեղերը, որտեղ ասենք տարածքի բնակության մեծ մասը լինի գրանցված հանրապետական կամ դեմոկրատ։ Այդտեղի չկա։ Ուրեմն եւ այնտեղ 20 քանի տոկոս եւ կոնկրետ հանրապետական ընտրողների մեջ էլ բավական լուրջ, եթե չկամ 5-7% հանգում է։ Այսինքն դա այն մարդիկ են, որոնք տվել են եւ շատ հետաքրքիր է Ադամ Շիֆի սենատոր խոսքերը, Ադամ Շիֆը համարվում է ամենա պրոհայկական քաղաքագործիչը, հայկական լոբբիի հետ սերտորեն կապված, որ նույնիսկ մագայի ընտրողը սրան արժանի չէր։ Իրենք ունեն ինչ-որ պահանջներ, որ չի կիսում Շիֆը, ասենք դեմոկրատ է ինքը, բայց իրենք ունեն, չեն ասել վատ կառավարի, տնտեսությունը թող անկում ապրի, կոռուպցիա թող լինի, թող դատարանների որոշումները մի կատարի։ Իմիջիայլոց շատ կարևոր միջապրոշիչ, ԱՄՆ ըստ վերջի հարցումների քաղաքացիների 80%-ից ավելին կտրականապես դեմ է, որ ֆեդերալ կառավարությունը չի ենթարկվի դատարանների որոշումներին։ Իսկ այդ 80%-ի մեջ պատկերացնում եք ինչքան հանրապետական կա։ Հանրապետականները ըստ էության, եթե մագան մի կողմ թողենք, դա ժամանակավոր երևույթ է, ամենաօրինահարկ քաղաքացիներն են, օրենքի, այսպես բանն ոնց են մեր ժողովրդասում, օրենքին մեռած, կարգուկանոն, օրենք, աշխատանք, կարմիր գծեր, ազնվություն, կիրակի օրը գնում ես եկեղեցի, եւ այդ մարդկանց գալիս ասում են, իսկ դուք կողմ եք, որ Թրամփը չի ենթարկվի դատարանի որոշմանը, ասում են, իհարկե ոչ, որովհետեւ եթե Թրամփը չի ենթարկվում դատարանների որոշմանը, ինչի հարևան Ջոնսը պիտի ենթարկվի դատարանի որոշմանը, կարող է գա մեքենաս նստի գնա եւ չի ենթարկվում դատարանների։ Չկա պատասխանատվություն, չկա ոչինչ։ Իրենք գոնե 200 տարվա մեջ ամերիկացիների ճնշող մեծամասնությանը այդ օրենքի դերը կարողացել են հասկացնել արդեն արյան մեջ է իրենց գիտակցության մեջ։ Պարոն Հովհաննիսյան, իսկ այս թվերի մեջ հայկական համայնքը որքանով է ներգրաված ու առհասարակ եթե հայկական համայնքի արձագանքից ու վերաբերմունքից խոսենք, այս կառավարությունը արդյոք ձեռնտու է թե Հայաստանին, թե հայկական համայնքին, որը կա այնտեղ, ինչ տպավորություններ կան։ Այս կառավարությունը ինչ որ հարցեր կարող է լինի, ես ասեմ այլ ձեռնտու է, բայց բազում հարցեր կա, որ ձեռնտու չէ։ Ոչ ոք չէր հաշվարկել, որ Թրամփի կառավարումը լինելու է աստիճան անհաշվարկելի։ Եվ դա նաև Հայաստանի կառավարությանն եւ աշխարհի կառավարությունների մեծ մասին է վերաբերում միայն շատ ավելի մեծ պատմություն ունեցող պետականությունների եւ հզոր պետությունների։ Այլ խնդիրը որ համայնքում այո դա գաղտնիք չէ, նեղանան թե չնեղանան մեր հայրենակիցները Ամերիկայում, իրենց մեջ ես չգիտեմ հարցումները տոկոսային առումով, բայց շատ են նույնիսկ դեմոկրատական Կալիֆոռնիա նահանգում, այսպես ասած Թրամփիստները, որոնք բան են, այո, բան հարկերը պետք է կրճատել, իրենք հաշվարկել են, որ 5-ից 8 $1000 ընտանիքի հաշվարկով տարեկան ավելի քիչ հարկ են վճարելու, դա լավ է, որ բանը այս գեյ պրոպագանդա եւ այլն, որը մենք չենք սիրում բնականաբար, դրա դեմ կպայքարի Թրամփը, դա լավ է եւ այլն եւ այլն։ Իրենք չեն հաշվարկում
օրինակ ես գուցե չափազանցնում եմ, բայց եթե Թրամփը եւ ամենակարևորը Թրամփի շուրջ կանգնած օլիգարխիկ խումբը, ինչպես Ամերիկայում ասում են բրոլիգարխիան, brother եւ օլիգարխի բառերի խառնուրդից, այսինքն իր նեղ շրջապատը չկանգնեն, ընդհուպ կարող է սկսվել քաղաքացիական կոնֆլիկտ, այնպիսին ինչպեսին 1865 թվականից հետո Միացյալ Նահանգներում չի եղել, երբ պարտվեց հարավը, դրանից հետո այդպեսի բան չի եղել, բայց հիմա կարող է լինել, որովհետև եթե ֆեդերալ կառավարությունը հրաժարվի ֆեդերալ դատարանների որոշումներին ենթարկվել, ինչի պիտի Կալիֆոռնիա նահանգը, որը աշխարհի 5-րդ տնտեսությունն է, եթե անկախ պետություն լիներ, աշխարհի 5-րդ տնտեսությունը կլիներ։ Գիտակցություն չկա, կարծում եք, այնտեղ որ իրավիճակը չհասցնեն դրան։ Դե իրենք հավատում են, որ չի հասնի, բայց բոլոր հաշվարկներով տրամաբանությունը դեպի դա է գնում։ Միակ բանը, որ կարող է կանգնացնել այդ process-ը, որ 26 թվականի միջանկյալ այսպես կոչված ընտրություններում ներկայացուցիչների պալատը վերցնի դեմոկրատական կուսակցությունը, քիչ հավանական եմ համարում, բայց սենատն էլ վերցնի, բայց դա այն ինչ որ այդքան էլ հավանական չի, դրա մասին հիմա չենք խոսում։ Իսկ Թրամփը խոսքով դենա բնականաբար ասելու է ինչ ասում է, ինչ մտքով անցնում է, բայց գործով համակերպվի այդ հաղթանակի հետ, որ արդեն բացարձակ չի իշխանությունը։ Հիմա բոլոր օղակներն են իրեն, որ մի օղակ, կարևոր օղակ դուրս եկավ, իսկ դա բյուջե է, իսկ դա բազում քվեարկություններ են եւ այլն եւ այլն։ Էլ չեմ ասում, որ ներկայացուցիչների պալատի խոսնակը երկրի 3-րդ պաշտոնյան է, Ամերիկայի Միացյալ Նահանգների 3-րդ պաշտոնյան է։ Եվ սա կարող է մի քիչ իրեն տալ հնարավորություն անել այն ինչ ինքը արեց առաջի իր նախագահության օրոք։ Այսինքն ասել, որ ես ավելի լավ կկառավարեի, բայց այս սրիկա դեմոկրատները ինձ թույլ չեն տալիս։ Դա իրեն առիթ է տալիս մի քիչ ձերի այսպես պահել, մի քիչ ձգել, հա, սանձերը, որ մի քիչ դանդաղի այդ գործընթացը։ Եթե դա չլինի, եթե այս տեմպերով գնա, ես արդեն նահանգների կոալիցիաներ են ձևավորվում։ Դա օրինակ արևելքում դա Կալիֆոռնիա, Վաշինգտոն, Օրեգոն, հա, արևելքում դա այսպես կոչված Նոր Անգլիան է, եւ տրադիցիոն դեմոկրատական Մասաչուսեթս, Իլինոյս, Ռոդ Այլենդ, Նյու Յորք, Նյու Ջերսի եւ այլն, հա։ Եվ դա լուրջ կոնֆլիկտի կարող է բերել, ես նորից եմ ասում, կարող ենք վերադառնալ 1861 թվականին, երբ նահանգների միջև եւ ֆեդերալ կենտրոնի եւ որոշ նահանգների միջև տարաձայնությունները բերեցին քաղաքացիական կոնֆլիկտի։ Իմիջիալոց Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենաարյունալի պատերազմը Միացյալ Նահանգները մասնակցել են բազում պատերազմների, այդ թվում 2 աշխարհամարտների, բայց մինչև հիմա այդ բացասական իհարկե ռեկորդը անցած չի, 600,000-ից ավելի մարդ է զոհվել։ Քաղաքացիական կռվում այն էլ հաշվի առեք տեխնիկական հնարավորությունները 1861 թվականին եւ այսօր։ Ուրեմն դա սարսափելի բան կարող է լինել։ Իսկ Թրամփի տրամաբանությունը, ես այդ դուրս տալը եւ այլն տարբեր գնահատականները օրը 4 անգամ փոխել կարծիքը դա չեմ ասում, դա էլ իհարկե վատ բան էր, չենթարկվել ֆեդերալ դատարանների որոշումներին։ Կա մի իրավաբան ուլտրակոնսերվատիվ Թրամփին աջակցող, որը դեռ կես տարի առաջ X-ում զգուշացրեց կարմիր գիծ կա, այդ կարմիր գիծը եթե անցանք, վերադարձ չկա։ Իսկ միտումը ցույց է տալիս, որ Թրամփի շրջապատը հակված է ձև գտնել, որպեսզի չի ենթարկվել ֆեդերալ դատարանների։ Շատ դաժան օրեր են կարծես թե սպասվում։ Մենք ամեն անգամ մտածում ենք, թե այս պահը ավելի վատն է, բայց իրադարձությունները տանում են կարծես թե ավելի վատ տեղ։ Մենք տարածաշրջանից եկանք հասանք Միացյալ Նահանգներ, Իրանի հետ կապված թեման բերեց հասցրեց այստեղ։ Ուզում եմ կրկին վերադառնանք տարածաշրջան։ Ի վերջո, բացի Միացյալ Նահանգներ եւ Իրան այս բանակցությունների ընթացքից, էլ ինչ է տեղի ունենում մեզ համար եւ Հայաստանը ինչ դերակատարում ունի այս ամենում, խոսելով նաև խաղաղության խաչմերուկի մասին, որը քննարկվում է անդադար, մենք ինչ դռներ ենք բացում եւ ինչ դռներ ենք փակում այս թեմաներով։ Ակտիվ շարունակվում է Եվրոպայի փորձերը
մտնել Հարավային Կովկաս, ոչ թե մտնել, այլ հիմնավորվել, մտնել վաղուց մտածեն, Չինաստանի փորձերը գոնե մտնել Հարավային Կովկաս, իսկ հավատացնում վաղնևետ արդեն կփորձեն հիմնավորվել, այսինքն Ում հետ է պայքարը գնում առաջին հերթին։ Իրար միջև էստեղ նայեք ինչ խնդիր կա։ Այս Հարավային Կովկասը պետք չի, մենք ես հասկանում եմ, որ մեր ինքնասիրությունը եւ ինքնագնահատականը մի քիչ կարող է այստեղ դուժեն։ Մենք նոր անկախացած աֆրիկյան երկրներ են։ Մի քիչ այս պոստսովետական 30 տարին, երբ երեք պետություններն էլ լիարժեք ինքնիշխանություն ձեռք չբերեցին փաստորեն, եւ Ռուսաստանի ազդեցության այսպես մեծ գործոնը մի քիչ մեզ հետ պահեցին նորմալ հետգաղութային գործընթացներից որպես կանոն գալիս է ինչ-որ էլիտա է ձևավորվում, գալիս է իշխանության, ըստ որում էլիտա ասելով ես նկատի չունեմ մեկ կառավարություն, ասենք Փաշինյանի, ամբողջ երրորդ հանրապետության քաղաքական է ձևավորվում, իրենք առաջին հերթին այնտեղ կա սեփականության հարց, ինչպես ընդունված ասել կերակրատաշտակի հարց, գործընթացները կառավարելու, իրենք նաև որևէ մեկին չեն ուզում զիջել իրենց տեղը եւ դերը, ընդհանուր առմամբ իրար մեջ կարող են ժամանակավորապես զիջումներ լինել, եւ այն երկրները, որոնք փորձում են ազդեցությունը տարածել, դա լիներ Հարավային Ամերիկայում, դա լինի Աֆրիկայում, Ասիայում հեռավոր, պետք է գործ ունենա այդ վերնախավների հետ, այսինքն պետք է լեզու գտնի համոզի, որ իր դեպքում, եթե մենք չինացիներս գանք Հայաստան, ասենք Փաշինյան, դու 30 տարի կկառավարես այս երկիրը, հա, կանես ինչ ուզում ես, օրինակի համար, հա, կամ Քոչարյան, կամ չգիտեմ ինչ եւ այլն։ Եվ հիմա պայքար է գնում այդ վերնախավերի համար։ Իվանիշվիլին փաստորեն գնաց խզման Եվրոպայի հետ, որովհետև իրեն չբավարարեց Եվրոպայի երաշխիքները անձամբ իր ընտանիքին, անձամբ իր մերձավոր շրջապատին։ Այստեղ անդադ գործակալական պահն են մտցնում, ասում են ռուսական գործակալ է, բան, դա երկրորդական է հավատացեք։ Բայց երբ որ ասում են, որ գիտեք ինչ, անցումային շրջանը անցավ, պետք է լինեն ազատ ընտրություններ, եւ ընտրությունների արդյունքում ձեր ողերին թշնամիներն են գալու իշխանության։ Ուրեմն ինձ այդպեսի Եվրոպան պետք չի ասում Իվանիշվիլին, օգուտս որն է այդպեսի Եվրոպայի եւ այլն։ Եվ նույնը վերաբերում է Փաշինյանին եւ այստեղ Չինաստանը, Ռուսաստանը, որ փորձում է ինչ-որ կերպ մնալ, Չինաստանը, որ մտնում է, Միացյալ Նահանգները, որոնք հայտարարել են, օրինակ Ռուբիոն հայտարարել է։ Ինչ-որ կերպ մնալ, կարծես թե Հայաստանի իշխանությունը լավ էլ թույլ է տալիս, որ Ռուսաստանի Դաշնությունը մնա։ Եթե կար ինչ-որ ժամանակահատված, որ կարծես թե ինչ-որ սրացումներ կային, այս պահին թե բանակցությունների նոր հարթակ են փորձում տրամադրել, թե փորձում են միշտ Հայաստանի կողքին լինել, այդ խոսակցությունները ավելի ինտենսիվ են դարձել, քան նախկինում էին։ Փաշինյանը դարձել է ամենակարևոր գործոններից մեկը, որը թույլ է տալիս Ռուսաստանին մնալ Հարավային Կովկասում։ Այն հեքիաթները, որ մեզ պատմում են Արեմտամետ Փաշինյանի, որը երազում է Եվրոպայի մասնակցել Հայաստանը, բայց դեռ ժամանակ չկա եւ կա ռուսական վտանգ, մենք բոլորս հասկանում ենք, որ արդեն բոլորն են հասկանում, որ դրանք ընդհանրապես միֆոլոգիա է, ըստ որում այնքան վատ կարված, որ ակնհայտ է բոլոր կարերը եւ ճաքերը երևում են, հա, այդ միֆոլոգիայի։ Փաշինյանը դարձել է կարևոր գործոն եւ մայիսի 9-ին ես կարծում եմ դրանում կհամոզվենք Ռուսաստանի ջանքերին մնալու Հարավային Կովկասում, իսկ իրեն ոչ միայն սպառնում է արևմուտքը, իրեն Չինաստանն էլ է սպառնում վերջը։ Գիտեք ինչ շահերի բախման, հատկապես տնտեսական եւ այլն, նույնիսկ Ադրբեջանը եւ Թուրքիան, օրինակ Վրաստանի տարածքում լուրջ մրցակիցներ են։ Այստեղ չկա եղբայր եւ այլն, երբ որ խոսքը գնում է սեփական ավելի այսպես այստեղ իրենք կարող են ռազմավարական հարցերում պայմանավորվեն, բայց տեղում հողի վրա լինեն ծայրեղ եւ Վրաստանում այդպեսի դեպքեր շատ կան, օրինակ անշարժ գույքի գնումների հարցում ադրբեջանական կապիտալը եւ թուրքական կապիտալը լուրջ մրցակցության մեջ են։ Եվ այստեղ Ռուսաստանը Չինաստանի հետ է մրցակցության մեջ, Իրանի հետ է մրցակցության մեջ, Արևմուտքի հետ է մրցակցության մեջ, Թուրքիայի հետ է շատ սուր մրցակցության մեջ։ Եվ այս առումով իրենց պետք է մեխեր, որից կարելի է այսպես բռնվել մինչև
իրենք միշտ հավատում են, չէ, իրենք միշտ հավատում են, որ ռուսական կայսրությունը դա փյունիկ է, նա անմահ է։ Դա այդ հավատով փաստորեն դաստիարակված է գրեթե ողջ վերնախավը ռուսական։ Պարոն Հովհաննիսյան, Նիկոլ Փաշինյանի լինելու եւ մնալու երաշխիքը նաեւ այն էր, որ նա փորձում է կտրվել ռուսական այսպես ճիրաններից, ինչպես որ հանրությանն էր ներկայացվում, բայց կարծես թե հիմա եթե այդ թեզերն են առաջ տարվում իշխանության կողմից, ընդդիմության, խորհրդարանական ընդդիմության, այն որոնց մշտապես կապել են ռուսական թևի հետ եւ իշխանության միջև չկա որևէ տարբերություն։ Սա վտանգ չէ 26 թվականի համար իրենց համար վտանգ, ասենք ճակերտավոր եւ հանրությունը արդյոք դա գիտակցում է արդեն իսկ։ Ես սկսել եմ գիտակցել 26 թվականին ավելի հստակ գիտակցի, ես ավելի վատ ձևակերպում ունեմ։ Եթե որ իրենք այդ արշավը սկսել էին Վարդանիկի, Վարդան Ղուկասյանի դեմ, Գյումրիի Վարդան Ղուկասյանի դեմ, ես ասում եմ, եթե նա գնա եւ այդ ամբիոնում կանգնի Պուտինի կողքին մայիսի 9-ին, ինձ համար բացարձակապես ոչ մի տարբերություն չկա եւ ոչ միայն ինձ համար իսկապես չկա օբյեկտիվորեն չկա Նիկոլ Փաշինյանի եւ Վարդան Ղուկասյանի միջեւ։ Բացի անցյալից, ինչ որ ապրած կյանքից, ինչպես ասում են, բացարձակապես նույն նյութի տարբեր երանգներն են կներեք, նայել, որովհետև կա բաներ, որ չի կարելի անել։ Եվ ես որքան հասկանում եմ, իրենք տեսնելով, որ այդ 30-35% այսպես կոչված պայմանական ռեակցիոն ձայները, իրենք կայուն են, իրենք չեն քչանում, որոշել են մի թաթը մտցնել նաև այդտեղ։ Այսինքն ոչ միայն 65%-ի վրա փորձել ինչ-որ գործ, իսկ այստեղ իրենց մոտ այդքան լավ չի ստացվում, մի քիչ էլ մտնել այնտեղ։ Այսինքն ասել, որ տեսեք, մենք մեզ մեղադրում են, որ մենք հակառուս ենք, բայց մենք բացարձակապես հակառուս չենք։ Ընդհանրապես սա պետք է ազդակ լինի բոլոր այն ուժ, ես նույնիսկ չեմ ասում միայն արևմտամետ, որոնք հասկանում են, որ ռուսական կայսրության մնալը Հարավային Կովկասում ինչ գին ունի եւ ինչի է բերելու նաեւ հայ ժողովրդին, գնահատեն դա եւ թե քաղաքական ձևաչափեր ձևավորելիս, թե պարզապես որպես ընտրող համապատասխան կերպով վարվեն, որովհետեւ հասկանալի է, որ եթե գլխավոր այն խարիխսներից մեկը, որը օգնում է Ռուսաստանին այս Հարավային Կովկասում մնալ, այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունն է եւ Փաշինյանը անձամբ։ Իսկ Գյումրու ընտրությունից ինչ կասեք, արդյոք սա ընդդիմության համար ընդունելի տարբերակ էր, որքան էլ որ իշխանությունը չպիտի անցնի թեզով առաջնորդվեցին, սա ինչ հետևանքների կարող է բերել, որքան էլ եւ որ դուք ասում եք տարբերություն չկա Վարդան Ղուկասյան թե Նիկոլ Փաշինյան, այս դաշտում, այո, վրա կարող է լինել իհարկե դաշտում։ Ամեն դեպքում փորձենք իրավիճակը գնահատել Գյումրիի համար, Հայաստանի մակարդակով եւ առհասարակ ընդդիմության եւ իշխանության համար։ Ուրեմն նախ պետք է ելնել այն փաստից, որ ընտրությունները եղել են եւ ավականին ունի որոշակի կազմ։ Խոսել թե ինչ իդեալական կլիներ, որ այս կուսակցությունը ունենար 20 մանդատ, ունեն ինչ որ ունեն։ Այս պարագայում ես ասել եմ եւ ասում եմ, չկիսելով բացարձակապես եւ այդ ճամբարին հետ որևէ առնչություն չունենալով, հստակ ասում որ լավագույն տարբերակը կլիներ Մարտուն Գրիգորյանը կոմպրոմիսային որպես կերպար։ Նախ իր անվան հետ չեն կապում շատ բաներ, ինչպիսին կապում են Վարդան Ղուկասյանի անվան հետ։ Նա հստակ նույն հռետորաբանությունն է կիրառել ինչ որ Ղուկասյանը կապված ԿՊԻ եւ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ, եւ վերջո ես հավատում եմ, որ ժողովրդավարությունը առաջին հերթին դա ոչի իրավունքն է, որովհետեւ մեր այոն կարող է այսպես գերիտասարդ ծաղկուն կնոջ ճաշակի նման լինել շատ բան, այսպես չափից դուրս պահանջկոտ։ Գլխին այդ բանը որ ունենա այսինչ տեխնացուի արտաքինը, այսինչ տեխնացուի ծրագիրը, բայց բոյը լինի 2 մետր, բայց այդպես կարող է չլինել։ Ուրեմն գլխավոր ունենք ինչ որ ունենք, գլխավոր պահանջը, որ չեն չէ, եթե գյումրեցիների մեծ մասը ասում որ ԿՊ չպետք է լինի, իսկ դա հստակ է, որովհետև բոլոր ուժերը քաղաքական, որոնք անցել են, երդվել են իրենց, չգիտեմ, հարազատների արևով, հա, որ ԿՊ-ի հետ կոալիցիա չեն մտնի։ Եվ եթե իրենք ձայն են ստացել, եւ ստացել են միասին շատ ավելին,
քան ԿՊ-ն, ուրեմն գյումրեցիները ասում են, որ ԿՊ-ն չպետք է լինի։ Եվ արհամարել տարբեր ինչպես ուզում էին ԿՊ-ականները տարբեր մախինացիաների միջոցով թողելով Սարիկ Մինասյանի, դա կլիներ ապտակ։ Բայց մյուս կողմից ակնհայտ է ինձ համար, որ Վարդան Ղուկասյանն էլ ունի ահռելի բարձր բացասական ռեյտինգ։ Շատ մեծ քանակությամբ գյումրեցիներ, նրանք որ ԿՊ-ին են ձայնը տվել, նրանք որ եւ կարծես թե դա միայն Գյումրիում չէ։ Հա, եւ նույնիսկ ձայն են տվել Մարտուր Գրիգորյանը եւ մնացածին, եւ նույնիսկ նրանց մեջ կար մարդիկ, որ այդ անձը իրենց համար ընդունելի է։ Ստացվեց վատ տարբերակ։ Ստացվեց, որ Գյումրիի քաղաքապետ, ես քաղաքական կողմը գաղափարական մի կողմ եմ դարձավ մի մարդ, որին զգալի մասը, գուցե մեծամասնությունը քաղաքացիների չի ուզում տեսնել որպես քաղաքապետ։ Այսինքն այստեղ ընտրվեց ոչ թե քաղաքապետ Գյումրիի համար, այլ ընտրվեց քաղաքապետ ինչ որ քաղաքական շահերի խաչմերուկում։ Բնական է, որ այն հռետորաբանությունը, որ կիրառում է Վարդան Ղուկասյանը, դա տոքսիկ է, վտանգավոր է, անընդունելի է, կապված կանանց հետ վերջացրած Ռուսաստանի հետ հարաբերություններով։ Դա այդ ամենն է, ինչ մերժում է եվրոպական ընտրությունը։ Բոլոր այն մարդկանց ում պիտակավորում են որպես արևմտամետ, անկախ իրենց ահռելի տարբերություններից, հա, իրենք հենց մերժում են դա, օրինակ կնոջ նվաստացումը սկսած, հա, վերջացրած տոտալիտար ինչ որ ռեժիմների եւ այսպես ասենք մահից խուսափող կայսրությունների ինչ որ շահերին լծվելը դրանք բացարձակապես անընդունելի բաներ են եւ ես իմ ընկեր եւ գոլեգա Կարեն Սարգսյանի խոսքերը պիտի կրկնեմ, ասենք ես գյումրեցի եմ, իմ արմատներով ծնվել եմ Երևանում, բայց արմատներով գյումրեցի եմ, ասենք ինչպես պիտի ես նայեմ, որ իմ շրջապատի կանայք, որ ինձ համար արժեք ունեն, գնան մի քաղաք, որտեղ կնոջ հագուստը գնահատվում է որպես առիթ տարբեր այսպես վերաբերմունքի հետ կնոջ եւ այլն։ Մենք հասկանում ենք ինչի մասին է խոսքը։ Այդպես ինչպես կարելի է 21-րդ դարում նման բաներ ասել ամբիոնից։ Եվ դա իհարկե նման բաներ։ Դա նողկալի է, դա եկեք իրենց անունով կոչենք, դա նողկալի է։ Շատ լավ, շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, պարոն Հովհաննիսյան։ Մեզ լսողներին եւ դիտողներին ուզում եմ հիշեցնել, որ Թարմ ուղեղով զրույցն եք լսում կամ դիտում գործարարիքի եթերում առաջին խոսափողի մոտ քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանն էր, իսկ ձեզ համար Մոնիկա Մամյանն էր աշխատում։ Շարունակեք հետևել Թարմ ուղեղով զրույցներին, մենք կհանդիպենք։